Ողջույն, դիզակի գույները խորագրով նկարչական սիմպոզիում դիզակը կորցնելուց մոտ 6 տարի անց անհավանական է թվում, բայց փաստ է, իսկ թե ինչպես է դա հնարավոր եւ ինչպես է դա կազմակերպվել, պատմելու է նախաձեռնության հեղինակը դիզակարտ հասարակական կազմակերպության համահիմնադիր Երազ Ավանեսյանը, բայց մինչ զրույցը սկսելը շնորհակալություն եմ հայտնում YouTube-յան իմ ալիքի հին ու նոր բաժանորդներին, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ. Իսկ այս նախաձեռնության աջակցելու համար էլ շնորհակալ եմ Իվան Ավանեսյանին։ Եվ անցնենք օրվա թեմային։ Ողջույն Երազ, շնորհակալ եմ զրույցի հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ, ողջույն Նորայր ջան, ես էլ եմ անչափ շնորհակալ, որ ձեր ծրագրի միջոցով մենք կարողանում ենք անընդհատ խոսել մեր ծրագրերի մասին։ Սկսենք ամենաթարմ նորությունից, այս քանի օրվա ընթացքում անընդհատ զբաղված եք եւ առիթը ուրախալի է։ Դիզակ արտը անցկացնում է դիզակի գույները սիմպոզիումը արդեն, եթե չեմ սխալվում, 6-րդ անգամ։ Այո, օգոստոսի 10-ից 16-ը Սյունիքում կազմակերպվեց դիզակի գույները 6-րդ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցում էին Հայաստանից, Արցախից եւ տարբեր երկրներից նկարիչներ։ Այ մի փոքր մանրամասնենք, աշխարհագրությունը կարծես ընդլայնվել է։ Այո, այս տարի մասնակցում են նկարիչներ ԱՄՆ-ից, Վրաստանից, Մոնտենեգրոյից, Իտալիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Ուզբեկստանից, Ղրղստանից եւ Ղազախստանից։ Եվ բոլորը ֆիզիկապես ներկա են, ոչ թե ամեն մեկը իր երկրում։ Այո, բոլորը ներկա էին Հայաստանում, բոլորը մասնակցում էին եւ նրանք սիրահարվել էին Հայաստանին, պարզապես չէին ուզում, որ այս մեկ շաբաթը ավարտվի։ Ինչու որոշեցիք հենց Սյունիքում անցկացնել։ Խորհրդանշական օրը օգոստոսի 15-ը Հադրութ քաղաքի օրն է եւ այս տարի Կապանը նույնպես նշեց օգոստոսի 15-ին քաղաքի օրը։ Մենք հենց զուգահեռներ անցկացնելով փորձեցինք հենց այդ օրը նշել Հադրութից ավելի մոտիկ եւ լինել Կապանում։ Թեմատիկան ինչպես եք ընտրել, ինչ են նկարել։ Իրականում սիմպոզիումների ընթացքում նկարիչները էտյուդներ են անում, նրանք նկարում են հայկական բնաշխարհը, հայկական բնությունը եւ թեմատիկան հայկական բնաշխարհն է օտարերկրյա նկարիչների աչքերով։ Տեսեք, Հադրութ, Ստեփանակերտ, Երևան, սա ոչ թե պարզապես բնակավայրեր եմ թվարկում, այլ այն, այսպես ասենք, կետերը, որտեղ հանգրվանել էր ժամանակին այս սիմպոզիումը։ Դիզակի գույները սկսվեց Հադրութից, հետո տեղափոխվեց Ստեփանակերտ, մեկ անգամ կարծեմ Ստեփանակերտում անցկացվեցին։ 2021 թվականին, Հետո եկանք Երևան։ Այ տարբերությունները ինչ էինք ցույց տալիս Հադրութում, ինչ էինք ցույց տալիս Ստեփանակերտում եւ այսօր ինչ ենք ցույց տալիս Երևանում։ Իրականում տարբերությունը միայն բնակավայրի տեղափոխությունն է, բայց ընդհանուր ծրագիրը իր ֆորմատի մեջ է։ Երբ 20 թվականից հետո որոշեցինք անցկացնել սիմպոզիումը, զուտ մեկ նպատակ ուներ Հադրութում հաջողված ծրագրերը որպեսզի շարունակեն ապրել եւ մոտ 4 տարի հետո մենք 21 թվականից հետո մենք 5-րդ հոբելյանական սիմպոզիումը կազմակերպեցինք 2025 թվականին։ Լսվում է։ Այո։ Եվ այսօր մենք շարունակում ենք սիմպոզիումը պարզապես այս ընթացքը, երբ մենք դադար տվեցինք, զուտ ֆինանսական խնդիրներն են եւ անցած տարի մեր գլխավոր աջակից Իվան Ավանեսյանի շնորհիվ կազմակերպեցինք 5-րդ միջազգային սիմպոզիումը, նաեւ սիմպոզիումի աջակցմանը միացան այլ կազմակերպություններ, այս տարի նույնպես սիմպոզիումը ունեցավ իր աջակիցները գլխավորությամբ Իվան Ավանեսյանի եւ մենք համոզված ենք, որ սիմպոզիումը այսուհետ ամեն տարի կունենա իր հանգրվանը Հայաստանի տարբեր մարզերում։ Անվան մասին տարբեր կարծիքներ են հնչում։
երբ որ հադրութում անցկացնում ենք դիզակի գույները, կարծես հասկանալի էր։ Այսօր, երբ որ դիզակից շատ հեռու ենք եւ սիմպոզիումը կրում է նույն խորագիրը, կարծես մի փոքր անհասկանալի է։ Դրա համար հարցրեցի նաեւ թեմատիկայի մասին։ Ձեզ այդ զրույցները, այդ գնահատականները հավանաբար հասնում են։ Այո, մենք պարզապես չենք կարող սիմպոզիումի անվանումը փոխել, անկախ նրանից ինքը դիզակում է, հադրութում է անցկացվում թե չէ, բայց սիմպոզիումը ծնունդ է ստացել դիզակում եւ չենք կարող այդ անվանումը փոխել։ Պարզապես դիզակի գույները անվանումը մեզ համար ավելի մեծ նշանակություն ունի եւ ավելի հոգեհարազատ է։ Իսկ զուտ բովանդակային առումով արցախյան թեմատիկան այս սիմպոզիումի հետ կապ ունի, թե միայն անվան մեջ է մնացել։ Չէ, ունենք օրակարգում օր, որտեղ նկարիչները ծանոթանում են Արցախի պատմությանը եւ Արցախի պատմամշակութային ժառանգությանը եւ կան նկարիչներ, ովքեր մեծ ցանկություն են ունենում կլինի կոլաժային տարբերակով, թե նատյուրմորտի, ամեն մեկը ինչ պատկերացնում է իր կտավների մեջ անպայման ստեղծագործում է եւ ունենք այս տարի մի այնպիսի կտավ, որ երբ որ մենք խոսեցինք Արցախի մասին, նկարիչներից մեկը իր ստեղծագործության մի անկյունում նկարեց Արցախի հուշարձաններից մեկը։ Հավանաբար Պապիկ տատիկը։ Ոչ, Սուրբ Հովհաննես եկեղեցին Տողգյուղի։ Պարզ է։ Մի փոքր էլ խոսենք դիզակարտի, բայց մի այլ հարց էլ ունեմ, նկարները որտեղ են հանգրվանելու, հավանաբար ցուցահանդեսից հետո ինչ-որ ցուցադրություն արդեն եղել է Կապանում։ Այո, սիմպոզիումը ունեցավ փակում, որի ընթացքում նկարիչներին հանձնվեցին մասնակցության դիպլոմներ եւ Կապանում 10 օր, Կապանի արվեստի թանգարանում 10 օր կցուցադրվի կտավները, այնուհետև կտեղափոխվեն Երևան։ Մենք նախատեսում ենք ունենալ ցուցահանդես Ֆրանսիայում, արդեն մեր հովանավորներից մեկը SOS Արևելքի քրիստոնյաներ կազմակերպությունը նախատեսում է հենց Ֆրանսիայում ունենանք ցուցահանդես, ինչպես նաև Հայաստանում ամենայն հավանականությամբ հենց Երևանում կունենանք բոլոր սիմպոզիումների ընթացքում ստեղծված կտավների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես։ Դրանից հետո նկարները կշարունակեն մնալ դիզակարտի, այսպես ասենք, իրավասության տակ։ Այո, եւ մենք փորձում ենք նաեւ կազմակերպել վաճառք, որի շնորհիվ էլ տեղահանված արցախցի երեխաները կունենան անվճար մշակութային կրթություն դիզակարտում։ Այ հենց սահուն անցնենք դիզակարտին ու դիզակարտի ուսումնական ծրագրերին։ Այս տարի ինչ է սպասվում, ինչ որ նորություններ կլինեն։ Այո, այս տարի սեպտեմբերին մեզ սպասվում է ֆիլմի պրեմիերա, DAS ֆիլմը, որը հենց դիզակարտի թատերախմբի ներկայացումներից եշուռ եմ տալիս աշխարհը ներկայացման սցենարի հիման վրա ստեղծվել է գեղարվեստական դոկումենտալ ֆիլմ, որտեղ երեխաները պատմում են իրենց պատմությունները Լեռ Կամսարի վերջնական Հայաստան ստեղծագործության հետ միքս, այսպես տարբերակով։ Սեպտեմբերին կունենանք ֆիլմի պրեմիերա, ինչպես նաև հոկտեմբերին դիզակարտի փոքրիկ սաները արդեն թատերական ներկայացումով հանդես կգան, առաջին անգամ է, որ թատրոնի փոքր խումբը մեծ բեմում իր ներկայացումը կխաղա, իսկ ավելի շուտ, ինձ թվում է սեպտեմբերի 2-ին արդեն պատրաստ կլինի Դիզակ ֆոլք բենդի առաջին տեսահոլովակը, Ղարաբաղում պայծառ առավոտ Պեցվաղ, եւ տեսահոլովակը գրեթե պատրաստ է, որոշ մոնտաժային փուլ է անցնում այս պահին։
Մի փոքր քաղաքական թեմա, Արցախի հետ կապված թեմաները կարծես տարբեր կերպ են ընկալվում, նույնիսկ մշակութային թեմաները, բայց ձեր խոսքի մեջ ես այդ դժվարությունները կարծես չզգացի, ավելի շատ կարծես թե տնտեսական խնդիրներ կային, քան զուտ ենթադրենք ինչ որտեղ արցախյան մշակույթը ճնշելու կամ արցախյան թեմատիկան սահմանափակելու մտահոգություններ։ Փառք Աստծո, մենք դեռ չենք հանդիպել նման դժվարության, որովհետև հենց դիզակարտ մշակութային հասարակական կազմակերպությունը աշխատում է իր կանոնակարգով պահպանել Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը եւ երբեք դիզակարտը ոչ մի քաղաքական անցուդարձի չի մասնակցում։ Մեր միակ նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն է եւ մենք այդ ճանապարհից չենք շեղվում։ Այսօր մենք չենք կանգնում այդ խնդրի առաջ, չգիտեմ դա ինչի հետ է կապված, որ որոշ կազմակերպություններ եւ ծրագրեր ունեն այդ խնդիրը, բայց փառք Աստծո մենք այսօր կարողանում ենք պահպանել մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հուսամ դիզակարտի հաջորդ միջոցառումը, հաջորդ նախաձեռնությունը չի ուշանա։ Շնորհակալ եմ անչափ, նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել դիզակարտին աջակցող բոլոր կազմակերպություններին եւ հավատացնում եմ, որ այս սերունդը, որը կրթվում է դիզակարտում, վստահ կարող եմ ասել, որ իրենք պահպանելու են Արցախի բարբառը եւ այդ գործում դիզակարտի բոլոր շահառուները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի այս երեխաները կարողանան պահպանել հենց բարբառը, քանի որ հենց դիզակարտի պատերի ներսում մենակ խոսում ենք Արցախի բարբառով։ Շնորհակալություն Երազ եւ հաջողություն ձեր նախաձեռնություններում։ Շնորհակալ եմ անչափ, ստեսություն։ Հիշեցնեմ, որ այսօր զրուցեցինք դիզակարտ հասարակական կազմակերպության համահիմնադիր Երազ Ավանեսյանի հետ։ Այսքանը, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։